եղել է տոնական հագուստ, եղել է ամենօրյա հագուստ։ Ու ըստ անհրաժեշտության, ըստ անհրաժեշտության է եղել։ Մենք ոնց որ չենք ստեղծում։ Դե այն ժամանակ Ամերիկայից ջինս չի եկել։ Հենց այդ եմ ասում, կարող պետք է ստեղծել։ Կարող պետք է ստեղծել։ Իրականում ստեղծում են։ Օրինակ Տերյան կենտրոնը ինքը կարող է ստեղծել նոր տարած, հագուստ, որը ունի ազգայինի հիմք, մոդեռն եւ Չես ավելի շատ mass market-ի մասին եմ, որ ենթադրենք եթե տարազը մեր պապերի ջինսն է եղել, բայց այն ֆիրմաները Հայաստանում գործող, որոնք որ տեղական արտադրանք են ունեն ձեռագիր հատուկ, իրանք իրենց ձեռագիր ունեն, ես կոշիկի արտադրություններ գիտեմ, որ տարբերում նույնը զարդերը, ես չեմ ասում պրեգոմեշի մասին չի խոսքս, օրինակ ունենք ուհի զարդերի կենտրոն, որտեղ որ ստեղծում են, ու ես համոզված եմ, որ սրանից 100 տարի հետո ոնց ենք հիմա նայում, օրինակ մասնագետները նայում են, գիտեն, որ վասպուրականի գործը վանեցու արած գործը, տենց տարբերելու են այդ գործը ուհի, որտեվ իրանք ձեռագիր ունեն, որ չես ասի հայկական է, իրոք չես ասի հայկական է, բայց որ օտարների մեջ տենես, դու գիտես, որ այդ հայկական է։ Որտեվ իրանք ձեռագիր է այդ հայկական։ Բանի, հիմա մի քիչ այն ժամանակվա ու հիմիկվա այդ տեսակ ազգայինը պահելը կամ նոր բան ստեղծելը մի քիչ շատ վտանգավոր է, որովհետև հիմա ինֆորմացիան դրսի հետ կապված շատ է։ Օրինակ առաջ եթե նայենք նույնիսկ 100 տարի առաջ կամ 200 տարի առաջ ինֆորմացիայի տեղափոխություն եղել է, եթե ասենք օրինակ զինվորական ինչ-որ կամ տենց ասենք արտագնա աշխատանքի կամ գյուղից գյուղ հարս են տվել կամ բան, այտենց է եղել ինֆորմացիայի տեղափոխումը։ Իսկ հիմա ասենք ինտերնետով վերցնում ես ինչից որտեղից ուզում ես, դրա համար հիմա մեր համար մի քիչ դժվար է պատկերացնելը։